Արտակ Բեգլարյանի խնդրի մասին մենք արդեն այսօր խոսել ենք ի վերջո խորագրի ներքո։ Այսօր մենք օգտագործենք Արտակի նամակի ստեղծած հնարավորությունը խոսելու մասին մեր կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ։ Իմ հյուրերն են Ռոզան Հարությունյանը, որը Արտակին գիտե դեռ Երևանի պետական համալսարանից եւ ականատես է եղել, թե ինչպես է Արտակը հաղթահարում մեր կրթական համակարգի ստեղծած խոչընդոտները, եւ Զարա Բաթոյանը, Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։ Ռոզան, դուք ինտերնետում բանավեճի մեջ եք մտել շատ ակտիվ արտգործնախարարության ներկայացուցչի հետ, ինչ որ դրական արդյունք տվեց այդ բանավեճը։ Ճիշտն ասած, դրական արդյունք կհամարեմ միայն այն, որ հենց արտգործնախարարությունն էլ երևի հասկացան, որ նման վերաբերմունքը եւ նման սխալը անընդունելի է հասարակության կողմից եւ այդ մասին եւս մեկ անգամ բոլորը պատրաստ են բարձրաձայնել, սակայն ես ճիշտ է հասկանում եմ, որ արտգործնախարարությունը ամբողջ արտգործնախարարությունը չէ, որ մերժում է արել, մեկ կամ երկու հոգու պատճառով փաստորեն ամբողջ արտգործնախարարության հեղինակության վրա միջադեպը ազդեց։ Ինձ թվում է դրական արդյունքներից մեկն այն է, որ մարդիկ գոնե կսկսեն մտածել, հենց նույն արտգործնախարարության աշխատակիցները այսուհետ կսկսեն ավելի շատ մտածել այս ուղղությամբ։ Արտակը նամակը տեղադրելիս հետաքրքիր է գիտեր, որ այսպեսի ռեակցիա գնալ բուրըն արձագանքներ։ Տեղյակ չեմ Արտակը գիտեր թե չէ, որովհետև միայն ինձ մոտ նշումներ կատարելու համար ես իրեն տեղյակ պահեցի անելուց հետո, գրառում անելուց հետո, ու ամբողջ process-ին ճիշտ ասած տեղյակ չեմ հետևել թե չէ, բայց ինձ թվում է տեղեկացրած կլինեն։ Իսկ հետաքրքիր է, Զարա, երբևէ ինտերնետում այդպիսի քննարկումների նման խնդիրների շուրջ մասնակցել եք, ականատես եղել եք։ Այո, իհարկե, եւ բոլորովին վերջերս էլ էլի լրատվամիջոցներից մեզ գուցե հայտնի է լրության ձայն խուլ երիտասարդների, բարձրացած խնդիրը եւ բաց նամակը ուղղված Ամալյանին եւ Մարդու իրավունքների գրասենյակին, որտեղ խումբը նորից պահանջում էր իր տեղեկատվության իրավունքը պաշտպանել։ Եվ մյուս դեպքը Արտակի դեպքը, որը նորից կարծում եմ շատ գրագետ ձևով կազմակերպված եւ բողոքը ներկայացված է, ինչը կարծում եմ շատ դրական է ազդել նաեւ ուղղակի հասարակության եւ մարդկանց վրա, որովհետեւ ես մի քանի անգամ նշեցի, որ ամենակարևոր բաներից մեկը, որ այսօր շատ երիտասարդներ անկախ ամեն ինչից հաշմանդամություն ունեն, թե չունեն, Արտակի ընկերներն են, թե պարզապես լսել են այս մասին, համախմբվել են նաև լրատվամիջոցների հետ, լրագրողների հետ եւ ձայն են բարձրացնում մարդու կրթության իրավունքի համար։ Եվ կարծում եմ, որ սա ամենակարևոր արդյունքներից եւ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որովհետեւ կարծում եմ հաջողության գրավականը հենց այն է, որ Արտակը այո գիտի իր իրավունքը եւ համարձակ է իր իրավունքը պաշտպանելու հարցում եւ դա շատ գրագետ է անում։ Ինչ կարող էր անել մեր արտգործնախարարությունը այս բարագայում, որ ինչ քայլերի կարող էր դիմել, որոնց չդիմեց կամ գուցե դեռ ունի շանս շտկելու իրավիճակը։ Կարծում եմ, որ Արտակը նշել է, որ արդեն իր նամակում, որ որևէ մեկը չի փորձել նրա հետ խոսել եւ ճշտել, թե ինչ կարիք ունի, ինչ կրթական կարիք ունի եւ ինչ հնարավորությունների կարիք ունի, որպեսզի կարողանան ստեղծել նրա համար կրթությունը բոլորի հետ հավասար ստանալու համար։ Եթե այս ուսումնասիրությունը չեն արել եւ պարզապես մերժել են միայն այն պատճառով, որ Արտակը ինչ որ բանով տարբերվում է մյուսներից, սա կարծում եմ, որ շատ անմիտ քայլ է, նվազագույն է եւ պարզապես չգիտեմ, գուցե իրազեկության խնդիր կա, որովհետեւ մենք 2010 թվականին արդեն վավերացրել ենք նաեւ հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ամենակարևոր փաստաթղթերից մեկն է երկրի համար եւ ընդհանրապես աշխարհում։ Կարծում եմ պարզապես պետք է խոսել, ճշտել, որովհետեւ Արտակը եթե արդեն այլ մասնագիտություն ունի, եթե արդեն սովորելու փորձ ունի, լավագույն միջոցը դա Արտակից ճշտելն է եւ Արտակը իրենց կարող էր օգնել ուղղակի ուղիներ ցույց տալու եւ կարծում եմ սա նրանց համար շատ լավ փորձ կլիներ եւ ինչու՞ չէ նաեւ հպարտանալու առիթ, որովհետեւ դա կբարձրացնի նաեւ իրենց հեղինակությունը, այսինքն անխտրական վերաբերմունք, հավասար հնարավորություններ, սրանով մարդիկ, կազմակերպությունները, կառույցները, չգիտեմ, բիզնես ոլորտը կարող են միայն հպարտանալ, երբ մարդուն հնարավորություն են տալիս։ Շատ լավ, այստեղ փաստորեն Արտակին իսկ հնարավորություն չտվեցին քննություն հանձնելու, հա, բայց դուք տեսել եք, չէ՞, ինքը փաստորեն սովորում է, կարողանում է հաղթահարել եւ նույնիսկ ոմանցից շատ ավելի լավ։ Ես փորձեմ
մի փոքր վերհիշել, հա, արտակը եւ դպրոցում եւ պետական համալսարան, որին ես ականատես եմ եղել, նույնպես առանց որևէ հատուկ պայմանների սովորել է, այսինքն արտակի համար եւ պետական համալսարանում չեն եղել որևէ հատուկ պայմաններ, որպեսզի նա չեն եղել հատուկ գրքեր, այդպեսի ջանք որևէ մեկը չի թափել։ Ու ես հիշում եմ առաջի կուրսերում արտակին օգնում էին կուրսընկերները այն գրքեր կամ դասախոսությունները, որոնք գրառվում էին, այսինքն գրառված էին, դրանք կարդում էին եւ արտակը մեկ անգամ լսելով արդեն իսկ ամբողջի մասին պատկերացումներ, անգամ ընկերները կատակում էին, ասում են, եթե դասախոսության նստել է, ուրեմն սովորել է, ուրեմն հիշում է, այսինքն այլ կարիք չկա այդ թվերը, այդ ամբողջ դժվար է քաղաքական մտքի պատմություն, օրինակ առարկան ականատես եմ եղել, ինչպես է սովորում, շատ դժվար է թվերը հիշել, որ թվին, որ մտածողը ինչ է գրել, ինչ փոփոխություն է տվել, ամբողջը հիշում էր անգի, դրանում չի խնդիրը, այսինքն արտակին ճիշտ եք ասում, եթե զանգեին կամ ինչ-որ փորձեին իր հետ զրուցելու հասկանալ, ինչ խնդիրներ կարող են ունենալ, ինձ թվում է բացարձակ կհասկանային, որ տվյալ ուսանողը կամ արդեն տվյալ մասնագետ որպես մասնագետ դառնալու ճանապարհին կանգնած մարդը իրոք բավական մեծ հնարավորություններ ունի, ավելի մեծ, քան մենք բոլորս ընդհանուր վերցրած, որովհետև արտակը շատ լավ տիրապետում է համակարգչին առանց որևէ խոչընդոտի, արտակը արդեն կարծում եմ ունի բավական ծրագրեր, որոնցով աշխատում է, հանգիստ կարդում է գրականություն, հանգիստ գրում է, եթե թույլ չեն տվել քննություն հանձնել, լավ, գրավոր քննություն են պատճառաբանում, որ գրավոր քննություն ինչպես էր հանձնելու, տարբերակ եմ առաջարկում, բացում եք տարեկան Word դոկումենտ, արտակի դիմաց եք դնում, տալիս եք 2 անգամ ավելի կարճ ժամանակ, քան տալիս եք մյուսներին ու ձեր գրավոր քննությունը պատրաստ է, այսինքն պետք է գործիքները ճիշտ հասկանալ, թե ինչպես են դա կազմակերպում։ Եվ ի վերջո թույլ տվեք ավելացնել, որ այստեղ ուղղակի դեպք է, երբ պարզապես մարդիկ որոշել են արտակի փոխարեն։ Որոշել են, որ արտակը չի կարող, բայց եթե արտակը դիմել է եւ բնականաբար իր հնարավորություններում այդպիսի կետեր, հա, իրոք սահմանափակումներ եւ ցանկաց, եթե նույնիսկ կանոնակարգում այդպիսի բան կա, ապա կոպիտ խախտում է կանոնակարգում։ Ուստի պետք է արտակին մերժել, այլ կանոնակարգ փոխել, հա։ Բնականաբար։ Մենք չենք փորձում մարդկանց հարմարեցնել մեր կանոնակարգերին ու մեր կարծրատիպերին։ Մենք պետք է երկիրը փոխենք ու հարմարեցնենք մարդկանց անհատական կարիքներին։ Մենք պետք է հավասար հնարավորություն ստեղծենք եւ ինչպես արդեն ասացի, արտակի փոխարեն են որոշումը կայացրել, որ արտակը չի կարող։ Եվ այստեղ էլ կոպիտ խախտում կա, որովհետև եթե արտակը արդեն դիմել է, արտակը որոշել է, որ պիտի սովորի, բնականաբար արտակը դրանից առաջ մտածել է, կարող է արդյոք թե ոչ։ Եվ արտակը չի գնում, ասենք, օդաչու կամ էլ խիրուրգ դառնալու, հա? Ինչու՞։ Որևէ մեկը հարցրել է, ինչու՞ չի գնում։ Շատ լավ գիտակցում է։ Բնականաբար, ու դա շատ նորմալ է, ցանկացած մարդ իր հնարավորությունները առաջինը ինքն է գնահատում եւ հետո դիմում։ Ես մեկ ուրիշ բան ասեմ, արտակը ուսանել է նաեւ դրսում, Սալոնիկ քաղաքում կրթություն է ստացել ու նման նախադեպ ունենալուց հետո, այսինքն մարդը դրսում կարողացել է կրթություն ստանալ, ինքնադասորոյ վերադառնալ, ինձ թվում է արտակին ոչ էլ ամենևին դիվանագիտական ծառայություններ հետաքրքրում կամ հետագայում արտգործնախարարությունում աշխատանքի անցնել, ուղղակի մարդը ուզում էր կրթության այդ ոլորտը նույնպես շոշափել, հասկանալ այնտեղ ինչ գիտելիքներ են տրվում։ Այստեղ ուրիշ խնդիր կա, հա, պատճառաբանում էին բանավեճի ժամանակ, որ զինվորական կրթության նման է։ Ես ուրիշ բան ասեմ, դիվանագետները պետք է անսպասելի, հա, դե գիտեք արտակ այնտեղ կամ առհասարակ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն վազելու այնտեղ արտգործնախարարությունում, չգիտեմ, չեն կրակելու թշնամու ճակատին անմիջապես, որ պետք է թշնամուն տեսնեն, այլ պետք է թշնամուն զգան, կարողանան նրա հետ բանակցել, կարողանան դիվանագիտական հարաբերությունները ճիշտ ներքին տեսողություն պիտի կառուցել, ու ամենևին դրա համար պարտադիր չի լավ տեսողություն ունենալ կամ չգիտեմ ինչ, դրա համար ուղղակի պարտադիր է թշնամուն կամ դիմացինին կամ կարողանալ դիվանագիտորեն ճիշտ հասկանալ եւ զգալ այդ մարդուն դիմացի։ Ի վերջո ես ուզում եմ հավելել, որ արտակը միակը չէ, որ տեսողության խնդիր ունի եւ ավարտել է համալսարանը։ Այո, եւ հատկապես տեսողության խնդիրներ ունեցող կամ կույր երիտասարդները, որքան էլ, չգիտեմ, զարմանալի է լավ իմաստով, բարձրագույն ուսումնական հաստատությունն են ավարտում եւ հատկապես իրավաբանի, պատմաբանի կամ միջազգային հարաբերությունների բաժինները, որովհետեւ առանձնանում են բարձր, հա, ինտելեկտով, բարձր կարողություններով եւ այլն։ Եվ ինքս ավելի աշխատասիրությամբ, ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, գուցե որ կրթության որակն է հատուկ այդ դպրոցում
քույրերի համար նախատեսված դպրոցում ավելի լավ է, ինչի համար շատ ուրախ եմ իհարկե։ Եվ ես էլ ընկերներ ունեմ, որ ավարտել են հենց իրավաբանական ֆակուլտետը, այսօր աշխատում են նույն նախագահի աշխատակազմում, վերահսկողական ծառայությունում, բաժնում, ժամանակին աշխատել է, Ալբերտ Աբգարյանի մասին եմ ես խոսում։ Այսինքն հորինված մարդիկ չեն։ Մարդիկ են, ովքեր ունեն կենսագրություն, ովքեր ունեն աշխատանքային փորձ եւ ազգային ժողովում, եւ այստեղ եւ այնտեղ։ Ես չեմ կարծում, որ օրինակ իրավաբանի դեպքում ինչ որ բան տարբեր է կամ ինչ որ զինվորական ծառայության նման չէ եւ այլն։ Ու սրանք նորից անհետ ինչ որ պատճառաբան։ Իսկ ընդհանրապես կա Երևանում կամ Հայաստանի տարածքում այդպիսի բարձրագույն ուսումնական կրթական հաստատություն, որտեղ ստեղծված են պայմաններ հաշմանդամություն ունեցող մարդկանց, տվյալ դեպքում տեսողական խնդիրներ չունեն։ Որևէ դասագիրք, կլինի դա, ես չգիտեմ, կաբինետային որևէ ուսումնական հաստատություն, մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատության մասն ենք խոսում, կամ միջին մասնագիտական, որևէ պայման չկա։ Այստեղ շատ երիտասարդներ սովորում են, շարունակում են սովորել եւ ավարտել են զուտ իրենց ընկերների, դասընկերների, իրենց ընտանիքի, ուսումնական հենց այդ հաստատության ղեկավարության, դասախոսների ջանքերի շնորհիվ։ Ես ինքս էլ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը եւ ինքս էլ նույն բոլոր խոչընդոտները հաղթահարել եմ հենց իմ ընտանիքի անդամների, իմ ընկերների, կուրսեցիների, մեր ղեկավարության, դասախոսների, դեկանի աջակցությամբ, ինչպես տեխնիկական խնդիրներ լուծելով։ Այսինքն, եթե հարկավոր է, որ լսարանը լինի առաջին հարկում, դասերը կազմակերպեն առաջին հարկում, եթե պետք է, որ ինչպես Ռուզանը նշեց, լեկցիաներ ինչ որ, հա, միմյանց փոխանցել, կարդալ եւ այլն։ Այդ ամենը արել են իմ ընկերները եւ բոլորը։ Այսինքն, մինչև հիմա բոլոր հարցերը լուծվում են զուտ անձնական որակների կամ հիման վրա։ Դեռ տարիները անցնում են, բայց այդպես փորձել չի արվում, ոնց որ համակարգային ինչ որ փոփոխություն անել, ինչ որ նոր մոտեցումներ կիրառել։ Դուք ճիշտ եք ասում, բայց որքան է զարմանալի, ամենահեշտը հենց այս բարձրագույն ուսումնական հաստատությունում այդ փոփոխությունը անելն է։ Ինչու՞։ Որովհետև եթե անձը արդեն հաղթահարել է շեմը զուտ գիտելիքի, հա, արդյունքում եւ ինքը արդեն ընդունվել է համալսարան, այսինքն նրա համար հատուկ ծրագրեր արդեն պետք չեն։ Եթե քննությունը հանձնարարեն, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատությունը, այո, պետք է ինքը պահանջներ ունենա եւ մարդը չպետք է ուղղակի ընդունվի համալսարան, որովհետեւ հաշմանդամություն ունի։ Սա մենք բացառում ենք։ Եվ եթե մարդը արդեն այդ շեմը հաղթահարել է, այստեղ մնում են լուծելու ընդհանրապես տեխնիկական հարցեր։ Այնտեղ կլինեն գուցե ձայնագրիչներ, օրինակ քույրերի համար, գուցե եթե որևէ խուլ ուսանող կա ժեստերի լեզվով թարգմանություն, ասենք մեկ մասնագետը կարծում եմ այդքան շատ չեն դիմի, ասենք այդքան շատ չեն ուսանողները, ովքեր լսողության խնդիր ունեն, կամ ավելի վիզուալ, այսինքն զուտ տեխնիկական խնդիրներ ու խոչընդոտներ կապված տեղաշարժման խնդիրների հետ, սանհանգույցների եւ այլն, որը շատ ավելի հեշտ է լուծել, քան եթե խոսքը վերաբերել, ասենք օրինակ հանրակրթական ծրագրերին եւ այլն, որտեղ ավելի բարդ է ամեն ինչ արվում, դե ավելի մասը։ Այո։ Ես մի բան ավելացնեմ, ոչ միայն տեխնիկապես է դա հեշտ լուծել, այլ ուղղակի ինձ թվում է ցանկությունն է պետք տվյալ ուսումնական հաստատության ղեկավարության կողմից։ Եթե ցանկություն չկա, պետք է կրթական քաղաքականություն։ Առհասարակ ցանկացած ոչ միայն կրթական, ինչու կրթական, նաեւ թող բիզնես կենտրոններն ունեն, այդ մասնագետները հոյակապ մասնագետներն, ինչու մենք կորցնենք մասնագետներին, եթե նրանք կարող են որակյալ աշխատանք կատարել։ Բոլոր տեղերում է պետք, թե կրթության, թե աշխատանքի, աշխատաշուկայում, բոլոր հաստատություններում պետք է դա լինի, բայց մյուս կողմից պետք է դրա համար ցանկություն, հասարակական պահանջ։ Եթե հասարակական պահանջ չլինի, եթե ես որ նման խնդիր չունեմ, չբարձրաձայնեմ այդ մասին, կողքինը նույնպես չբարձրաձայնի եւ այդ մասին խոսեն միայն այն մարդիկ, ովքեր նման խնդիր ունեն, շատ ժամանակ չեն էլ խոսի այդ մասին, տվյալ պարագայում մենք չենք ունենա արդյունք։ Իսկ երևի թե մի քիչ զարմանալի կթվա իմ արտահայտությունը, բայց ոչ ոք մեզանից ապահովագրված չէ, ոչինչից։ Այնպես որ պետք է միասին միասնական, այսպես ասած, ջանքերով բարձրացնել հարցը եւ փորձել լուծում գտնել։ Ինձ թվում է հասարակական պահանջ է պետք սրա համար, որպեսզի կարողանան ճիշտ կազմակերպել։ Արտակի ուսումնառության շրջանում դասագրքեր կամ ուսումնական ինչ-որ այլ նյութեր փորձարել է ինքը գտնել, կլինի դա դրսից, կլինի թեկուզ հանրապետության ներսում, դուք տեղյակ եք։
Որքան հիշում եմ, նա անդադ փնտրում էր գրքեր, որոնք հնարավոր էին կարդալ, մասնավորապես այնպիսի գրականություն, որը արտասահմանյան էր մեզ հանձնարարվում, որոնք հնարավոր էր կարդալ հատուկ ծրագրերով, բայց տեղյակ չեմ գտել թե չէ, ինձ թվում է գտած կլինի, որտեղ բավական շատ է կարդացել ուսանողական տարիներին։ Բայց դժվար թե դա հայալեզու լինի, հա։ Չէ, հայալեզու չեմ կարծում լինի, կարծեմ արև կոչվող ծրագիր կա, որից օգտվում է արտակը, բայց որքանով էր դա համապատասխանում ստանդարտներին, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում դրսի գրականություն հիշում եմ, որ բավական ինտենսիվ կերպով կարողանում էր գտնել, ընթերցել եւ այլն, հատուկ ծրագրերի միջոցով։ Հիմա կան նաև շատ ընդհանրապես ընդունված է ողջ աշխարհում խոսող գրքերի տարբերակը, աուդիո գրքերը, որոնք նույնիսկ ռուսերենում շատ են, գեղարվեստական գրքերից սկսած վերջացած մասնագիտականը, բայց հայերենում դեռ մի քանի բան կան, հեքիաթներ հիմնական երեխաների համար, այսինքն դեռ նոր սաղմնային ինչ-որ վիճակ, բայց նման ասենք դասագրքային բաներ չեմ կարծում։ Գիտեք, այդքան էլ շատ դժվար չի, ընդհանրապես բավական է մեկ անգամ, մեկ անց կարդա տվյալ, ասենք, դասախոսություն լինի, դա կամ գրականություն լինի, որ այդ բանը անհրաժեշտ է ու դա ձայնագրվի, արդեն մարդը իր մոտ ունի եւ կարողանում է դրանից եւ օգտվել այդ պահին եւ դրանից հետո։ Տվյալ պարագայում, եթե քննության է նախապատրաստվում ուսանողը, ընդհանրապես մեկ անգամ դա կարդալը, ինձ թվում է ցանկացած ուսանողը քննությունից առաջ մեկ անգամ չէ, 11 անգամ է դա կարդում, մեկ անգամ կարդալ ձայնագրիչի համար, որպեսզի կուրսընկերը ունենա, կամ եւ իհարկե կարելի է ձայնագրել դասախոսին ուղղակի դա է խնդիրը, էլի, բայց ասենք դա երեք պետք է դասախոսները թույլ չեն տա ձայնագրել, այդ խնդիրը իրոք ունենք, որ լսարանում դասախոսության ընթացքում հաստատ թույլ չեն տա ձայնագրել։ Եվ հետո ստեղ ուրիշ խնդիրներ կան։ Ուրիշ խնդիր էլ կա, եթե խոսքը գնում է կոնկրետ այն մասնագիտության մասին, որը որ արտակն է ընտրել, քաղաքագիտության մասին, այստեղ դասախոսը քեզ տալիս է ուղղություն, տալիս է գրականություն, բացատրում է process-ը, եթե դու ինչ-որ մի բան այն չես հասկանում, հա, ու ոնց ճիշտ հասկանաս process-ները եւ այլն։ Տվյալ պարագայում քեզ մնում է միայն կարդալ համապատասխան գրականություն, զարգացնել մտավոր աշխատանք, տրամաբանություն եւ այլն եւ այլն։ Այս պարագայում արդեն դասախոսություն ձայնագրել կամ ինչ-որ բան մի քիչ սխալ է։ Ճիշտ է, այդ ամեն ինչը կարելի է լավ ձայնագրած ունենալ հիշել, բայց դասախոսություն ձայնագրելով մարդը չի կարող, վիճակի չի լինի այդ ամեն ինչը լավ հասկանալ։ Հասկանալի է։ Ես ուզում շնորհակալություն հայտնել քննարկմանը մասնակցելու համար եւ հիշեցնել, որ մեր քննարկման առիթը արտակին նամակն էր, որը տեղադրվել էր իդեպ ինտերնետում։ Մենք շարունակելու ենք հետևել ինտերնետային քննարկումներին, միացեք մեզ հաջորդ շաբաթ։